Կառավարությունն առաջարկում է նոր պայմաններ սահմանել այն զինծառայողների համար, որոնք պարտադիր զինվորական ծառայությունից հետո ցանկանում են շարունակել ծառայությունը պայմանագրային հիմունքներով։ Ըստ փոփոխությունների, եթե զինծառայողն առաջին 5-ամյա պայմանագրից հետո եւս որոշի շարունակել ծառայությունը, ապա կստանա հավելյալ պատվովճար։ 2 տարվա նոր պայմանագիր կնքելու դեպքում նախատեսվում է 1.5 միլիոն դրամ, իսկ 5 տարվա պայմանագրի դեպքում 5 միլիոն դրամ պատվովճար։ Որոշման նախագծով փոփոխվում է նաև Պաշտպան հայրենիաց ծրագրով պայմանագրային ծառայության փոխադրվելու համար սահմանված ժամկետը, որի արդյունքում ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու դիմում կարող են ներկայացնել պարտադիր զինվորական ծառայության 4 ամիսը լրացած զինծառայողները, նախկին 6 ամսվա փոխարեն։ Այսինքն ինքը 4 տարի ծառայում է, որից հետո պիտի կնքի 5 տարվա պայմանագիր առնվազն։ Ոչ, ինքը 4 ամիս ծառայում է, կնքում է 5 տարվա պայմանագիր, 5 տարին լրանալուց հետո ստանում է 5 միլիոն պատվովճարը, եթե ինքը ցանկություն է հայտնում շարունակել, կնքում է եւս 5 տարվա պայմանագիր եւ ստանում է կրկին 5 միլիոն դրամ պատվովճար։ Իսկ եթե կցանկանա 2 տարի, ապա կստացվի, որ 7 տարի ծառայության համար ինքը կստանա 6.5 միլիոն դրամ պատվովճար գումարած իր ամենամսյա աշխատավարձը։ Հաջորդ թիվ քննարկվեց թանգարանների մասնագիտական աշխատակիցների վարձատրության բարձրացման նախագիծը։ Խոսքն այն մասնագետների մասին է, որոնք զբաղվում են մշակութային արժեքների պահպանությամբ, ցուցադրությունների կազմակերպմամբ, գիտական աշխատանքով եւ կրթական ծրագրերով։ Ըստ այդմ մշակվել է եւ հաստատվել է թանգարանային աշխատողների ատեստավորման կարգը, որը հաստատված է նախարարի հրամանով եւ արդեն իսկ պաշտոնապես հրապարակված է, եւ այժմ նաեւ հատկացնելով անհրաժեշտ միջոցները մենք կկարողանանք թանգարանային ոլորտում մեկնարկել ատեստավորման գործընթացը, որը իրենից կներկայացնի բանավոր եւ գրավոր թեստավորման փուլերի համակցություն եւ նաեւ հուլիսից սկսած արդեն իսկ ատեստավորման գործընթացից հետո դրական հաղթահարած աշխատակիցները կկարողանան համապատասխան հավելավճարներ ստանալ, ասեմ, որ միջինում նախատեսում ենք, որ 57% աճ կգրանցվի վարձատրության համակարգի, պետք է ասեմ, որ պաշտոնների 8 խմբեր են առանձնացված, որտեղ մասնագիտական տարբեր գործառույթներ իրականացնող աշխատակիցներ կան եւ արդյունքում միջին ամսական աշխատավարձը կհասնի շուրջ 200,000 դրամի։ Առաջարկվող փոփոխությամբ 583 աշխատակիցների աշխատավարձը միջինում կավելանա մոտ 68,000 դրամով։ Մեկ այլ նախագծով առաջարկվում է առաջին անգամ զրկված վարորդներին հնարավորություն տալ մեկ անգամ վերականգնել իրավունքն առանց քննության, սակայն դրա փոխարեն սահմանվելու է 1 տարվա փորձաշրջան։ Այդ ընթացքում վարորդը կունենա ոչ թե 13, այլ ընդամենը 6 տուգանային միավոր։ Եթե այդ միավորները սպառվեն, անձը կրկին կզրկվի վարելու իրավունքից 1 տարի ժամկետով։ Իրավունքը վերականգնելու համար սահմանվելու է նաև 50,000 դրամ պետական տուրք։ Թեմայի առնչությամբ բավական երկար ժամանակահատվածում մեր քաղաքացիները բարձրաձայնել են այս հարցը, ընդ որում թեման նաև հաղորդակցվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ, վստահ եմ տեղյակ եք, որ փորձել ենք համատեղ դուրս բերել բալանսավորված որևէ լուծում այս տեսանկյունից եւ ըստ էության նախագիծը միտված է այդ լուծման իրացմանը։ Գործադիրի անդամներին ներկայացվեց նաև թվային կառավարման ոլորտին վերաբերող կարևոր նախագիծ, խոսքը պետական մարմինների տեղեկատվական համակարգերի միջև տվյալների փոխանակման նոր միասնական շերտ ստեղծելու մասին է։ Նոր համակարգի ներդրման արդյունքում պետական մարմինները տվյալները կստանան անմիջապես միմյանցից անվտանգ թվային միջավայրում։ Սա հայտնի է մեկ հարցման սկզբունքով։ Եթե նախկինում կամ որոշակի ներկայիս պրոցեսների ժամանակ քաղաքացին դիմում էր որևիցե մեկ պետական մարմին եւ պետական մարմինը պահանջում էր անվանենք տեղեկանքներ բերել այլ պետական մարմիններից, քաղաքացին գնում էր ֆիզիկապես դա հավաքում էր կամ որոշակի տվյալներ, որոնք այսօր հասանելի են, փոխանցվում էին նախկին ճարտարապետությամբ, այժմ արդեն մեկ նույնականացման պարագայում քաղաքացին հարցում է կատարելու պետական մարմինի, իսկ պետական մարմինը տվյալ համակարգին միացած մյուս բոլոր մարմինների ստանալու այդ տվյալները թեթևացնելով քաղաքացու հոգսը։ Նախագիծը հիմնված է միջազգային փորձի վրա, մասնավորապես Էստոնիայի X-ROAD համակարգի։ Այն ապահովում է տվյալների գաղտնագրում, անվտանգ փոխանցում եւ բոլոր գործողությունների վերահսկելիություն։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։